Համադան Օսթան Օսթան նշանակում է նահանգ, գտնվում է Իրանի արևմուտքում։ Հարավից սահմանակից է Լուրիստան, հարավ-արևմուտքից Քերմանշահ, հյուսիս-արևմուտքից Քուրդիստան, հյուսիսից Զանջան, հյուսիս-արևելքից Ղազվին, արևելքից Մարքազի Օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է մոտ 19370 քառակուսի կիլոմետր։ Վարչական կենտրոնը Համադան քաղաքն է։ Բնակչությունը 1.738.000 մարդ։ Օսթանը ձևավորվել է 1976 թվականին։ Մինչ այդ այն մասն է կազմել Քերմանշահ Օսթանի։ Այնուհետև Օսթանի տարածքը մի քանի անգամ ենթարկվել է փոքր տարածքային փոփոխությունների։ 2014 թվականից Օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի, որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։ 2006 թվականի մարտ համարի տվյալներով Օսթանի բնակչությունը կազմում էր 1.674.595 մարդ, 427.675 տնային տնտեսություններում։ 2011 թվականի մարտահամարը հաշվառել էր 1.758.268 մարդ, որոնք ապրում էին 506.191 տնտեսություններում։ Ըստ վերջին 2016 թվականի մարտահամարի տվյալների բնակչությունը կազմում էր արդեն 1.738.234 մարդ, 538.803 տնտեսություններում։ 10,000-ից ավել բնակչությամբ քաղաքներն են Համադանը, Մալայերը, Նեհավենդը, Ասադաբադը, Թույսերկանը, Բահարը, Քաբուդարահանը, Լալեջինը, Ռազանը, Ֆամենինը, Ազանդարյանը, Մարիանաջը եւ այլն։ Քաղաքներում ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ ապրում էր 1.097.214 մարդ, կամ բնակչության 63.1%։ 1996 թվականի դրությամբ բնակչության ճնշող մեծամասնությունը 99.88% դավանում էր իսլամ։ Կային նաև 308 զրադաշտականության, 86 քրիստոնեության, 47 հուդայականության և 492 այլ կրոնների հետևորդներ։ Վարչական կենտրոն Համադանում և նրա շրջակայքում մարդիկ հիմնականում խոսում են պարսկերեն։ Պարսկերենը նաև հանդիսանում է lingua franca, այսինքն ընդհանուր լեզու ամենուր։ Օսթանի ողջ հյուսիսային մասում գերակշռում է ադրբեջաներենը, հարավում լոռերենը, հարավ-արևմուտքում տարածված է նաև քրդերենը։ Քաղաք Համադան գտնվում է Իրանի Համադան Օսթանում և հանդիսանում է վերջինիս վարչական կենտրոնը։ Ավտոճանապարհների հանգույց է, երկրի արևմտյան մասի առևտրական գլխավոր կենտրոնը։ Կան տեքստիլ, սննդի, փայտամշակման ձեռնարկություններ։ Զարգացած է գորգագործությունը։ Համադանում է Աբու Ալի Իբն Սինայի դամբարանը։ Համադանը համապատասխանում է պատմական Եգբատան քաղաքին, որը պարսկական աղբյուրներում կոչվել է նաև Հանգմատանը։ Այն մեր թվարկությունից առաջ 7-րդ դարից հանդիսացել է Մարաստանի մայրաքաղաքը, ավելի ուշ Աքեմենյան Պարսկաստանի և Պարթևստանի արքաների ամառային նստավայրը։ Համադանի բնակչությունը 2016 թվականի մարտահամարի տվյալներով կազմում էր 554.406 մարդ, որոնք կազմում էին 174.731 տնտեսություն։ Քաղաքը բնակչությամբ Համադան Օսթանի ամենախոշոր և Իրանի 13-րդ ամենախոշոր քաղաքն է։ Հայերը Համադանում են հաստատվել 1603-ից 1604 թվականներին Պարսից Շահ Աբասի կողմից կազմակերպված Արևելյան Հայաստանի հայերի բռնագաղթի արդյունքում։ 1676 թվականին կառուցվել է քաղաքի առաջին եկեղեցին, Սուրբ Աստվածածինը։ 20-րդ դարի սկզբում քաղաքը հանդիսացել է կենտրոնը հայ առաքելական եկեղեցու Համադանի տեսչական թեմի, որի մեջ մտել են այն ժամանակվա պարսկական Քուրդիստան և Լուրիստան նահանգները։ Թեմի տարածքում եղել է 10 հայկական համայնք, ունենալով 10 եկեղեցի, ընդգրկելով հայ առաքելական եկեղեցու 6000 հետևորդ և ևս 1000 հայ բողոքական։
ներկայումս Համադանում շատ քիչ հայեր են մնացել։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կանգուն է և պահպանվում է պարսկական պետության կողմից։ Համադանում են ծնվել ամենայն հայոց կաթողիկոս աստվածատուր համադանցին, հայ ազատագրական պայքարի գործիչ Հովսեփ Էմինը, իրանահայ պետական գործիչ Հովսեփ Միրզայանը։ Ալիսադր ջրային քարանձավ գտնվում է Ալիսադր գյուղի մոտ Կաբուդար ահանք քաղաքային թաղամասում։ Ալիսադրի ջրային քարանձավը աշխարհի բնության հրաշալիքներից է, լեռնային քարանձավի հազվագյուտ օրինակ։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա, որի մեջ այնքան քանակությամբ ջուր կա, որ կարելի է ճանապարհորդել նավերով։ Նույն լեռան վրա կան ևս երկու քարանձավներ՝ Սուբաշի և Սարաբի քարանձավները։ Երկրաբանները այս լեռան ձևավորումը դնում են երկրաբանական երկրորդ դարաշրջանում կամ Յուրայի ժամանակաշրջանում 136-ից մինչև 190 միլիոն տարի առաջ։ Հայտնաբերված գտածոները ապացուցում են, որ քարանձավը բնակեցված է եղել պարզունակ մարդկանցով։ Երկար գետերի և ընդարձակ ստորգետնյա լճերի առկայությունը, որոնք հասանելի են նավակներով, այս քարանձավն իր տեսակի մեջ եզակի են դարձնում և այն համարում Իրանի և աշխարհի բնական տեսարժան վայրերից մեկը։ Լճի ջրերը մաքուր են և թափանցիկ, անհոտ, անգույն և անհամ և չեն պարունակում կենդանական կյանք։ Լճի ջրերը բխում են ստորգետնյա աղբյուրներից և քարանձավի պատերին ու առաստաղներում կուտակված անձրևաջրերի շարունակական անկումից։ Ալիսադրի ջրային քարանձավը իր գեղեցկությամբ կարելի է համատել Ֆրանսիայի Մուլիս, Ավստրալիայի Շոալիե և Բուքան քարանձավների հետ։ Իհարկե, լճի ջուրը խմելու չէ կրային բաղադրությունների պատճառով։ Քարանձավի առաստաղը տեղարտեղ զանազան հանքանյութերի համատեղություն է, որոնք կենդանակերպ կամ երկրաչափական պատկերներով նստվածքներ են առաջացրել և ճամփորդների երևակայությունը բավարարում են։ Քարայրի հատակին այնտեղ, ուր չկա ջուր, գոյանում է ստալագմիտներ կամ պտկաքարեր, որոնք սյունաձև, կոնաձև գոյացումներ են և այցելուների համար ստեղծում են հետաքրքրաշարժ տեսարան, դյութիչ վայր, որը ամռանը զով է, իսկ ձմռանը տաք և հաճելի։ Հետաքրքիր է նաև, որ քարայրում օդը հոսանք չունի, և եթե քարայրի մեջ մոմ վառենք, մոմի բոցը բոլորովին չի շարժվի։ Մինչ օրս քարանձավում գտնվող ճանապարհներից 14 կիլոմետրը հայտնագործվել է, իսկ միայն 4 կիլոմետրն է լուսավորված և անցանելի։ Համենայն դեպս Ալիսադր քարայրը համարվում է արարչագործության հրաշալիքներից մեկը։ Աննկարագրելի գեղեցկություն են քարայրի ոլորապտույտ նրբանցքները իրենց բյուրեղի առաստաղներով, միջանցքներով, զուլալ ջրում նավարկելը, ցամաքում քայլելը, երրորդ և չորրորդ կղզիների շթաքարերը և քարերը, որոնք հազարավոր տարիների ընթացքում զանազան ձևավորումներ ստանալով նման են արծվիմագիլների, երկգլխանի առյուծի և զանազան պատկերներ ներկայացնող քարե արձանների։